Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ լավ եք։ Ես պատրաստվում եմ գնալ դպրոց, այսօր դպրոցում նշում են մայրիկների տոնը։ Մայրիկները պետք է ներկայանան Հնդկաստանի տարբեր նահանգների ոճերով։ Ռոնիես դասարանին հասել էր հարավային Հնդկաստանի ոճը։ Հարավային Հնդկաստանի ոճի սարի պետք է հագնենք։ Իմն այնքան էլ այդ ոճի մեջ չէ, բայց ունենք այնինչ ունենք։ Կարևորը նմանատիպ սարի է։ Ես հարևանուհուս տանն եմ, հարևանուհուս ընկերուհին եկել է, որ մեզ երկուսի սարի հագցնի։ Ես մի ժամանակ այն կարծիքին էի, թե բոլոր հնդկուհիները կարողանում են ինքնուրույն սարի հագնել, բայց արի ու տես, որ ոչ, եւ իհարկե դա արդարացված է, որովհետեւ սարի հագնելը հեշտ գործ չէ, ամեն մարդու բան չէ։ Ձեզ ուզում եմ մի քանի փաստ ներկայացնել այս գեղեցիկ ու կանացի հանդերձի մասին։ Սարին անկար կտոր է, ինչպես շատերը գիտեն գուցե, որն ունի 5-ից 9 մետր երկարություն։ Այո, այդքան երկար է։ Սարի հագնելու մոտ 100 ձև գոյություն ունի, այդ ձևերն էլ տարբերվում են ըստ շրջանների, կատարվող արարողությունների ու ծեսերի։ Հնում վերնազգեստ բլուզ հասկացությունը չկար, սարի մաս չէր կազմում։ Կանայք միայն այդ երկար կտորն էին փաթաթում իրենց վրա, որի արդյունքում կուրծքն ամբողջովին չէր փակվում։ Իսկ վերնազգեստը գործածության մեջ մտավ ու պարտադիր համարվեց բրիտանական գաղութատիրության ժամանակներում, քանի որ Վիկտորիայի դարաշրջանում կուրծքը բացելն անբարո էր համարվում։ Սարի ընտրելիս կարևորում են նաև գույները, առաջ ավելի շատ էին կարևորում, քան հիմա։ Օրինակ, կարմիր սարի հիմնականում պարտադիր հագնում էին ամուսնությունների ժամանակ, քանի որ կարմիր պտղաբերություն է խորհրդանշում։ Դեղին սարի հագնում էին մասնավորապես նոր ծննդաբերած կանայք։ Հիմա գույների առումով շատ բան է փոխվել, խառը հագնում են հիմնականում։ Սարի վրայի նախշերը, հատկապես կենդանիների ու թռչունների տեսքով, նույնպես խորհրդանշական են։ Օրինակ, փղերը խորհրդանշում են ուժ, իմաստություն եւ բարգավաճում, ինչպես նաեւ ազնվականություն։ Ձկնիկներով նախշերը հնարամտություն են խորհրդանշում, իսկ սիրամարգը գրավչություն, նազանգ, ազնվականին վայել արժանապատվություն։ Ճիշտ է, նախշերն ու մոտիվները ժամանակի հետ փոփոխվում են, բայց ավանդական ու առանձնակի կարևորություն ունեցող սարիները միշտ արդիական ու պահանջված են մնում։ Կոմենտներում գրեք իմանամ, իսկ դուք երբևէ սարի հագնելու ցանկություն ունեցել եք, ինչ եք կարծում, հարմարավետ կլինի թե ոչ։ Սիրելիներս, ես պատրաստ եմ, արդեն իջնում եմ ներքև, հիմա հարևանուհիս էլ կիջնի, միասին կգնանք, իր մեքենայով ենք գնալու։ Տեսքս այսպիսին է, իդեպ ամուսնուս մայրիկի ականջողերն եմ կրում, 13 տարի առաջ է նվիրել ինձ։ Սա էլ իմ ամուսնական շղթան է, հարավային Հնդկաստանի ոճով։ Շատ վաղուց չէի կրել, ես ավելի շատ սիրում եմ ավանդական հագուստի հետ կրել, իհարկե այնպես ջինսերի, մայկաների հետ չեմ կրում, չեմ սիրում։ Մենք արդեն դպրոցում ենք, դպրոցի բակում այսպիսի բան են դրել երեխաների համար եւ ինչ որ ձեռքի աշխատանքներ են, ով ինչ ցանկանա, բերել են դրել են վաճառքի համար, գուցե գնորդներ լինեն։ Hello. Thank you. Thank you. Բարձրացանք երկրորդ հարկ ու տեսանք, որ միջոցառումն արդեն սկսվել է ու նախադպրոցական խմբերի երեխաների մայրիկները քեֆ են անում։ Սա էլ մենք ենք այստեղ նստած։ Նախադպրոցական խմբից հետո արդեն առաջին եւ երկրորդ դասարանցիներն էին ելույթ ունենալու եւ իրենց մայրիկների իհարկե խաղեր են կազմակերպել մայրիկների համար, հետաքրքիր ինչ որ բացիկներ նվիրեցին։ That is a surprise laptop, which is why we have asked you. There is nothing called as a perfect relationship. Every time I say this and again I insist this. Whether it's for a husband के साथ, अपने सास के साथ, बिल्कुल भी नहीं होता शायद. Just no, I'm just kidding. इस दुनिया में बिना किसी स्वार्थ के प्यार सिर्फ माँ ही करती है। मेरे ज़मीन का जो आसमान है वो मेरी माँ है।
18 Koyan Chakrabarti. Number 19 Bhumika Kothari. Number 19 Bhumika Kothari. Thank you for giving me this opportunity to present a vote of thanks to President Ma'am and respected Principal Ma'am. It is rightly said, all cannot be everywhere, so I created a mother. A big thank for all the lovely mothers who came to our school. Your presence made this day for so special for all of us. Thank you once again. Happy Mother's Day. Վերջացավ հանդեսը, գնում ենք տուն արդեն, լավ էր, երկար էր, բայց լավ էր, սպասվածից երկար տևեց էլի նկատի ունեմ, բայց լավ էր, Ռոնին շատ լավ ասաց իր խոսքը, պարնել էր լավ, մի խոսքով։ Նոր տուն մտանք ու ես հիմա մտածում եմ Սարին հանեմ, թե չհանեմ, 1000-ից մեկ եմ հագել ու այդքան էլ հեշտ չի հագնել Սարի, իհարկե տեսակ արդեն, որ ինձ հագցրեցին Սարին ու մանավանդ այս կտորը, շատ փափուկ կտոր կան, իհարկե ավելի փափուկ հարմարավետ Սարիներ, բայց միևնույն է, որքան էլ հարմարավետ լինի կտորը, դա Սարի է ու փաթաթվում է վրադ, եթե սովոր չես, ամենօրյա քո կյանքի մասը չի կազմում հագուստը չէ քո ամենօրյա, արդեն դժվարանում ես օրվա մեջ հագնել, ամբողջ օրով հագնել, բայց միևնույն ժամանակ ինձ այնքան լավ եմ զգում Սարիով, որ ուզում եմ մնալ այսպես ամբողջ օրով։ Սարի հագնելու շատ առիթներ չեմ ունենում, բայց մտածում եմ, երբ արեգը արդեն մեծ լինի, ավելի հեշտ կլինի ցանկացած հագուստ հագնելը, ինչեր թեկուզ հարսանեկան արարողության մասնակցելիս կարելի է հագնել։ Հիմա վաճառում են պատրաստի սարիներ, որ հագնում ես, ինքն արդեն այդպես հավաքված է, դիզայնը այդպես է տրված, որպեսզի հեշտ լինի, ուղղակի շրջազգեստի նման հագնում ես ու այս հատվածը այսպես գցում ես, շատ ավելի հարմար կլինի կարծում եմ հագնելը եւ ընթացքն այդքան երկար չի տևի։ Մի ողջ արարողակարգ է սարի հագնել, ասում եմ մշակույթ է։ Իսկապես շատ յուրահատուկ հագուստ է, որ միայն Հնդկաստանին է բնորոշ, հնդկական մշակույթին, հենց դա էլ իրենց յուրահատկությունն է, էլի։ Մշակույթի մեջ այնպիսի տարրեր կան, այնպիսի դետալներ, որ միայն իրենց է հատուկ, աշխարհի ոչ մի այլ երկրում ու ծայրում չես գտնի, չկա, հենց դա էլ իրենց յուրահատուկ է դարձնում ու ինքնատիպ։ Իդեպ ես ուսուցչուհուն խնդրեցի, որ այսպիսի միջոցառումների կազմակերպման համար ժամանակ իրեն անպայման խոսք տրամադրեն, թող դա չլինի շատ երկար, թող լինի թեկուզ կարճ, բայց թող ինքը սովորի բեմից խոսել, բարձրախոսով խոսել։ Շատ մարդկանց առաջ արդեն խոսելիս ներկայանալիս չի ամաչի, չի քաշվի, մի փոքր ամաչում էր, երեք ասում էր մամ, ես ոնց պիտի ասեմ բեմից, շատ մարդիկ են լինելու նստած, իսկ եթե մոռանամ, իսկ եթե չգիտեմ, հազամ ասացի չէ Ռոն ջան, չես մոռանա, որովհետև լավ սովորել ես, ուզում եմ իր ցանկությամբ ելույթ ունենա, հանկարծ չկաշկանդվի, չերկմտի, իր ցանկություն արտահայտի, խնդրի ուսուցչուհուն, որ իրեն էլ խոսք տա։ Իդեպ որոշ ժամանակ առաջ ցուցահանդես էր կազմակերպված դպրոցում ու առաջին անգամ Ռոնին պիտի ներկայացներ մի աշխատանք, դրա շուրջ պիտի խոսեր, ծնողները պիտի մոտենային, մարդիկ ուղակի մտնում էին, շրջում էին, պիտի մոտենային ու ինքը բացատրեր, թե ինչ է ներկայացնում։ Շատ լարվել էր, թե մամ ինչպես պիտի ներկայացնեմ, առաջին անգամն է, անծանոթ մարդիկ են մոտենալու, ես ուրախացել էի այդ հնարավորության համար, իր աշխատանքը ներկայացրեց ու շատ պատվով հաղթահարեց, եթե անգամ մարդիկ մոտենում էին, ուղակի նայում անցնում էին, ինքն ասում էր կցանկանաք բացատրեմ ձեզ համար, կցանկանաք ներկայացնեմ իմ աշխատանքը ու իհարկե ծնողները կանգ էին առնում, լսում էին իր խոսքը ու ոգևորում էին։ Ես կողքից հետևում էի, թե ինչպիսին է Ռոնիի արձագանքը, երբ իրեն քաջալերում են անծանոթ մարդիկ, 1-2 հոգու էլ մոտեցա, ասացի շնորհակալություն, որ անտարբեր չանցաք ու որ երեխային քաջալերանքի խոսքեր ասացիք։ Մեզ համար դա կարող է ոչինչ է, բայց երեխայի համար ով նոր քայլեր է անում, նոր կյանք է մտնում, իր իհարկե ուսումնական հաստատությունում ինչ որ բան է ներկայացնում, իր համար դա մեծ բան է ու ինքնագնահատականը բարձրանում է։ Ես անձամբ շնորհակալություն հայտնեցի այդ ծնողներին, ովքեր ուշադրությամբ կանգնեցին ու լսեցին, թե Ռոնին սկզբից մինչև վերջ ինչ էր պատմում։ Գուցե ընթացքում մի քիչ դանդաղ էր պատմում, գուցե հիշելով, մտածելով էր պատմում, բայց չանցան առաջ, այսպես ասած, մինչև վերջ համբերատար լսում էին Ռոնին, դա շատ ուրախալի է իհարկե։ Ես նույնպես նման թե մրցույթների, թե
ցուցահանդեսների ժամանակ երբ մոտենում եմ երեխաներին, ովքեր որ աշխատանք են ներկայացնում, մի քանի հարց եմ տալիս, որպեսզի իրենք իրենց կարևոր զգան, իրենց աշխատանքը կարևորված համարեն եւ զուր չհամարեն, այսպես ասած, որպեսզի տեսնեն, որ այո, մարդիկ հետաքրքրված են նաեւ իրենց աշխատանքով ու ինչ էլ որ բացատրում են, անգամ եթե այդքան էլ ինձ հետաքրքիր չէ, ես կանգնում լսում եմ, որպեսզի երեխային չկոտրեմ, ինչ որ ինքն էլ ինչ որ մեկի երեխան է, ես վերցնում եմ ինձ վրա, եթե իմ երեխան կանգնած լինի, ինչ որ ծնողներից ոմանք մոտենան, մինչև վերջ լսեն, ես ինձ ինչքան լավ կզգամ ու դա ինչքան լավ կլինի իմ բալիկի համար, այդպես մտածելով ես էլ իհարկե մյուս երեխաների հանդեպ նման կերպ եմ վարվում։ Մի խոսքով սիրելիներս, այս ցուցահանդեսի մասին որ խոսեցի, ես նկարել եմ, ես հաջորդիվ կտեղադրեմ, դուք կնայեք այդ ցուցահանդեսը շատ սիրուն էին կազմակերպել, բոլորը շատ գեղեցիկ աշխատանք էին կատարել, մանրակրկիտ, հիմա կտեսնեք ու կհամոզվեք, ծնողների աշխատանքներն են, ծնողները երեխաների հետ, ինչպես նաև ուսուցչուհիները միասին միմյանց օգնելով պատրաստել էին այդ ամեն ինչը։ Շատ մեծ բավականություն ստացա ու իհարկե ահռելի աշխատանք է, մանկավարժի աշխատանքը ահռելի աշխատանք է, ճիշտ է շատ դեպքերում շատ ժամանակ չի գնահատվում ըստ արժանավուն, բայց հասկանում ենք բոլորս էլ, որ դա մեծ ջանքեր է պահանջում, երեխաների հետ շատ դժվար է աշխատելը, 1-2 երեխա ունենք տանը, ժամանակ է լինում դժվարանում ենք լեզու գտնել, այսպես ասած, ուր մնաց այդքան երեխաների հետ ու բոլորին կարողանաս համբերատարությամբ հետևել, սովորեցնել ու նման միջոցառումների ժամանակ ուսուցիչների դերը շատ մեծ է, իրենք օրերով, անգամ գիշերը երկար ժամերով մնում են դպրոցում, որպեսզի այդ ամբողջը կազմակերպեն։ Հիմա դնում եմ հաջորդիվ դուք դա նայեք։ Դե ես ձեզ այստեղ նախապես շնորհակալություն հայտնեմ, որ դիտելու եք մինչև վերջ, հուսամ կդիտեք։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, լայքի կոճակը սեղմեք, հավանության նշանը եւ որևէ կոմենտ թողեք մեկնաբանության բաժնում, ինձ շատ հաճելի է կարդալ ձեր մեկնաբանությունները, ինչպես նաեւ դա խթանում է ալիքի աճին եւ տարածմանը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ։ Արեք։ Նկարի։ Դու կլես, վաու։ Հասանք Ռոնիի տաղավար։ Ռոն ջան, ինչ ունես դու։ This is a vermi composting pile. It's one area which we use for our plants. So we have a vermi composting here, 35 meters down deep. We keep the soil, we keep the waste food, then we keep the earthworms from here. Okay. We keep it here so the earthworms will break down waste food. Take the soil and keep it in a filter. We
Namaste. Go there. Hello, how are you? Oh, thanks, fine. How are you? Արեգն ես հատվածում է։ Շատ ազիրում սղարան, ինչպես բոլոր երեխաները կարծում եմ։ Այս հատվածում ձեռքի աշխատանքներ են ներկայացված, սիրուն են։ Իսկ թվում է սա կոկոսի վրա է նկարած։ Because of the vibration, the rice drops. Wow. Hi, hello.